օնլայն առևտրի հետևանքով անկում գրանցած տեղական խանութներին առևտուրը խթանելու առաջարկ է անում System 1 ընկերությունը։ Առցանց խանութների օրինակով ընկերությունը ստեղծել է Bidigo հավելվածը, որտեղ հրավիրում են բոլոր խանութներին ու պոտենցիալ գնորդներին փոխշահավետ համագործակցության։ Ծնվեց այս գաղափարը, ինչու չստեղծել հակառակ process-ը, երբ մարդ մտնի խանութ, հավանի ապրանքը եւ առաջարկի ընկինը, որի համար ինքը պատրաստ է, որ գնա, որ պատրաստ է, որ ձեռք բերի։ Աշխարհում նկատվում է միտում, երբ գնորդները ֆիզիկական խանութներն օգտագործում են ապրանքը տեսնելու, փորձելու եւ ուսումնասիրելու համար, բայց հիմնականում գումար խնայելու նպատակով վերջնական գնումը կատարվում է օնլայն խանութներից։ Bidigo-ի հարցումներով Երևանում այդպես է վարվում հարցվածների 23%-ը։ Շոշափում են, ստուգում են, այդ ամեն ինչ անում են, բայց հետո առնում են այդ ամեն ինչը օնլայնից եւ հիմնական գաղափարը ինչի համար են իրանք այդ ուզում անեն, որովհետեւ ուզում են գումար խնայել։ Bidigo-ն հարթակ է սակարկելու համար։ Հաճախորդն իր նախընտրած գինը կարող է առաջարկել խանութին ապրանքի QR-ը սկանավորելու միջոցով։ Համաձայնության գալու դեպքում վաճառքը կհաստատվի։ Երկար տարիների աշխատանք է, ահա որ շատ ուսումնասիրել ենք եւ հաճախորդի վարկագիծը եւ խանութի խնդիրները։ Բայց միայն խնայողությունը չէ առցանց խանութների հաջողության գաղտնիքը։ Մարդիկ չեն ցանկանում խանութ հասնել առևտրի համար։ Bidigo-ի հարցումների համաձայն մարդկանց 90%-ը, եթե ժամանակ ունի սպասելու առաքմանը, պատրաստ է գնել օնլայնից։ Bidigo-ն առաջարկում է նույն մեթոդով տեղական առևտուրը խթանել ու չսպասել օրերով, մինչև ապրանքը կհասնի Հայաստան։ Մարդուն օգնում է խանութում տեսած ապրանքը գնել ավելի մաչելի, գումար խնայել տեղում եւ ապրանքը վերցնել հենց հիմա, առանց սպասելու երկար ժամանումների։ 26 օր առաջ է գործարկվել հավելվածը, արդեն 3000 օգտատեր ունեն, առևտուրել են արել։ Այնպիսի գնումներ ենք ունեցել, որոնք որ ռեալ տեղի չէին ունենալու, եթե Bidigo-ն այնտեղ չլիներ։ Մանրածախ առևտրի կոնֆերանսի ընթացքում ներկայացրել են մեկամսյա գնումների արդյունքը մեկ խանութի օրինակով։ Վաճառքի քանակը աճել է 35%-ով, որն առանց Bidigo-ի չէր լինի։ Խանութի եկամուտը աճել է 16%-ով։ Աննա Գյուռնազարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։